Շնորհակալ եմ պարոն Թորոսյան ներկայացման համար։ Ձեր երկրորդ բլոկի մասին ներկայացրած երկրորդ բլոկին է հարցս վերաբերում աշխատատեղերին։ Ես ուզում եմ մենք մի քիչ ավելի մանրամասն սրա մասին խոսենք, թե հատկապես ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո որքան աշխատատեղեր են ավելացել Հայաստանի Հանրապետությունում, եւ նաեւ մի երևույթ կա, ես տարբեր հանդիպումներում, հատկապես մարզային հանդիպումների ժամանակ շատ եմ լսում թափուր աշխատատեղերի մասին, տարբեր գործարաններ կլինեն, արտադրական կենտրոններ կլինեն կամ այլ կազմակերպություններ, մի կողմից մենք լսում ենք նոր ավելացած 100,000-ավոր աշխատատեղերի մասին, մյուս կողմից մենք տեսնում ենք նաեւ, որ ուրեմն կան տեղեր, որտեղ թափուր աշխատատեղեր կան եւ կան զուգահեռաբար մի շարք մարդիկ, որոնք աշխատանք են փնտրում։ Ես խնդրում եմ ձեզ որպես նախարար ներկայացնել այս իրավիճակը, ինչու է այսպես, եւ նաեւ սրա հետ նաեւ կխնդրեմ նաեւ խոսենք միջին աշխատավարձի մասին եւ ինչ է անում նախարարությունը, որպեսզի այս թափուր աշխատատեղերը մեր աշխատանք փնտրող քաղաքացիները վերջի լրացնեն։ Եվ երկրորդ հարցս զուտ որ ճիշտ հասկանամ ես։ Դուք խոսեցիք տանից դուրս չգալու, հա, խնդրի մասին, որ քարտերը չեն կարողանում վերցնել, սա նաեւ վերաբերվում է տարին մեկ կենսաթոշակի համար թարմացվող այդ գործընթացին, թե չէ։ Շնորհակալ եմ։ Կարճ երկրորդ հարցին պատասխանեմ, այո, այդ հարցն ենք լուծելու, մենք կգնանք եւ կհամոզվենք կամ այլ նորարարական գործիքներով այդ հարցը կլուծենք, բայց վերադառնալով ձեր շատ կարեւոր առաջին հարցին, ես հենց նոր ֆորմուլայով, բանաձևով հաշվեցի, որ շատ ճշգրիտ լինի։ Ես հանել եմ 2025 թվականի դեկտեմբերի աշխատատեղերի թիվը 822,662 2018 թվականի ապրիլի թվից, հա, որ բառես ուղիղ իմաստով, ասենք, որ դա մեր իշխանության օրոք է տեղի ունեցել, որ ոչ առաջ, ոչ հետո։ Տարբերությունը 281,234 է։ Այսինքն մենք ըստ էության հեղափոխությունից մինչ օրս եւ դա ամեն ամիս շարունակվող տնդի 281,000 աշխատատեղ են ստեղծել, մոտ 300,000 աշխատատեղ են ստեղծել։ Նույնիսկ եթե դա ասվի, որ դրանց մի մասը եւ վստահ եմ դա շատ փոքր մասն է, ստվերից են դուրս եկել, հա, դա ինքնին էլի շատ կարեւոր է թե այդ մարդու ապագայի համար եւ թե պետական բյուջեի համար։ Եթե ոմանք խոստանում են 300,000 աշխատատեղ, մենք դա արել ենք, ինչպես նույնիսկ առանց ասելու ենք արել։ Միջին աշխատավարձը, տեսեք, միջին աշխատավարձը, որ մենք ունենք բանի, այսինքն ամեն ամսվա համար հարկման բազան, միջին հարկման բազա 401,000 ա եղել դեկտեմբերի տվյալներով, որը իհարկե մի քիչ կարող է խաբուսիկ լինել, որտեղ մենք դեկտեմբերին այնուամենայնիվ շատ գործատուներ են ավելի վճարում իրենց աշխատակիցների համար, եթե համեմատեմ նոյեմբերի հետ 327 է միջին աշխատավարձը, եւ համեմատեմ նույն ապրիլի հետ, հա, միջին հարկման բազան 2018 թվականի ապրիլի 173,000 ա եղել, այսինքն 173 եւ 320 եւ 327, հա, այսինքն մոտավորապես 2 անգամ։ Իհարկե միջին աշխատավարձը ինքնին շատ ինֆորմատիվ է, բայց այստեղ կա նաեւ մեդիան աշխատավարձ, այսինքն թե աշխատակիցների կեսը ինչքան են ստանում եւ ինչքան չեն ստանում, այդ ավելի փոքր թիվ է, բայց մենք նաեւ տեսնում ենք հետեւյալ շատ կարեւոր process-ը, որը կոչվում է կարծես թե ցածր վճարվող աշխատատեղերի միգրացիա դեպի բարձր վճարվող աշխատատեղեր։ Այսինքն, երբ որ մենք այս աճը տեսնում ենք ավելի շատ բարձր վարձատրվող, ասենք 200,000-ից բարձր աշխատավարձ ստացողների մեջ, քան թե ցածր, հակառակը մենք ցածր ստացողների մեջ բան ենք տեսնում, իջեցում ենք տեսնում։ Այսինքն ընդհանուր թիվը բարձրանում է, բայց բարձրանում է հիմնականում ավելի բարձր սեգմենտի աշխատավարձերի հաշվին, իսկ ցածրը իջնում է, նույնիսկ կարող եմ օրինակ 2 ամսվա օրինակով բան ասել, վիճակագրություն ասել, հիմա բացեմ այդ պրեզենտացիան ասեմ, էլի, օրինակ ոնց է եղել նոյեմբերին, օրինակ նոյեմբերին մենք ունեցել ենք մինչև 150,000 դրամ աշխատավարձ ստացողների մասով անկում, բայց ընդհանուր աճ,
որը եղել է 150,000-ից 500,000 ստացող աշխատողների շրջանում։ Իսկ այս էլ է շատ կարևոր։ Սա նաև խոսում է իհարկե նաև ճիշտ աշխատավարձի հայտարարագրման մասին, որտեղ մենք գիտենք, որ որոշ գործատուներ գրում են ավելի ցածր, բայց վճարում են ավելի բարձր, եւ մեր մյուս քաղաքականություններն էլ է նպաստելու, որ աշխատողը ինքը պահանջի, որ իր աշխատավարձը գրվի ճիշտ, որտեղ նորից եմ կրկնում, օգտվելու ապահովագրությունից, օգտվելու հիպոթեկից, տարբեր գործիքներից եւ այդպես շարունակ։ Այսինքն սա միանշանակ է, պարոն Հովհաննիսյան, ուրիշ կարծիք լինել չի կարող։ Թափուրի մասով տեսեք, մենք այս պահին մեր միասնական սոցիալական ծառայության կենտրոններում ունենք գրանցված մոտ 3000 թափուր աշխատատեղ, բայց նաև ես ձեզ ցույց տվեցի, որ ունենք նաև 30,000-ից ավել գրանցված գործազուրկ, հա։ Այստեղ հիմնական խնդիրները շատ են, բայց հիմնական խնդիրներից մեկը դա կվալիֆիկացիան է, այսինքն չեն համապատասխանում գործփնտրողները աշխատատեղի հետ։ Ամփոփ եմ, պարոն Կոնջարյան, հետո էլի կխոսենք սրա մասին, բայց էլի խնդիրներ կան։ Տրանսպորտի հասանելիության խնդիր կա, մենք չպետք է վարանենք դրա մասին, ասել որ մի գյուղում կա աշխատատեղ, մեկ ուրիշ գյուղում կա աշխատող եւ ինքը հասնելու խնդիր ունի, աշխատավարձի ցածրության այդ խնդիր կա, բայց այստեղ նաև հարց է ծագում, ասենք գործազուրկին առաջարկում ես այդ աշխատողը ցածր աշխատավարձով, օրինակ 100,000 դրամով աշխատատեղ, ինքը հրաժարվում է, բայց ինքը չունի աշխատանք։ Իսկ այստեղ ուրիշ հարց է ծագում, ուրեմն ունի այլ եկամուտ միգուցե, եթե 100,000-ից հրաժարվում է, բայց այս թվերն էլ էլի նորից եմ կրկնում, իջնում են եւ մեր ակտիվացած աշխատանքի շնորհիվ իրար կապելու եւ այն ծրագրերի, որ մենք անում ենք եւ կանենք։